Մուխուրթուրյան Աշոտավան հացավան ջրատարը սկիզբ է առնում Աշոտավան գյուղի մուտքից և ձգվում 17,4 կիլոմետր, իսկ ջրատարի 3920 մետր հատվածն անցնում է ճանապարհի երթևեկելի մասով, խոչընդոտելով թե տրանսպորտի շարժին, թե ջրամատակարարման գործընթացին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով ճանապարհային դեպարտամենտի և Կապալառու կազմակերպությունների մասնակցությամբ Աշոտավան-Թասիկ ճանապարհահատվածի 10 կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ Վիոլիա ջուր ընկերությունը որոշել է Կապալառու կազմակերպության հետ համատեղ խնդրահարույց հատվածի ջրագծերը փոխարինել ու տեղադրել նոր խողովակներ, որը իր մեջ ներառում է Մուխուրթուրյան Աշոտավան հացավան ջրատարի 2820 մետր հատվածը և Աշոտավան գյուղի ներքին ցանցի 1100 մետր հատվածը, որը իր մեջ ներառում է նաև ներտնային միացումները։ Այս պահին աշխատանքները իրականացում են դեռ Աշոտավան բնակավայրի ներսում, որը գտնվում է արդեն ավարտական փուլում։ Ներտնային միացումները ամբողջությամբ 34 բաժանորդի համար իրականացվել է, նախկինում տեղադրված մետաղական տարաները ամբողջությամբ ապամոնտաժվել են, բնակիչների համար տեղադրել ենք նոր ջրաչափական պոլիմերավազային հանգույցներ, բոլոր բնակիչների համար կառուցել ենք նոր 20 մմ պոլիէթիլենային խողովակներով ջրագծեր։ Նախկինում կառուցված խողովակաշարերը սահմանված խորությունների վրա չեն եղել, չեն ունեցել հստակ ուղղություններ, ինչը պարբերաբար խնդիրներ է առաջացրել թե ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունների, թե Վիոլիա ջուր ընկերության համար, երբ կարիք է եղել վթարների հետ կապված վերանորոգումներ իրականացնել, իսկ նոր կառուցվող ջրագծերը ամբողջությամբ անցնելու են ճանապարհի եզրով, որպեսզի հետագայում վթարավերացման աշխատանքներ իրականացնելիս ասֆալտի ծածկն այլևս չվնասվի։ Գուրգենյանը շեշտում է, Կապալառու ընկերությունն իրականացնում է խրամուղու փորման, մշակման և հետլիցքի աշխատանքներ, իսկ Սիսիան տեղամասի աշխատակիցների կողմից իրականացվում է ջրագծի մոնտաժման աշխատանքները։ Նախկինում տեղադրված խողովակաշարի տրամագիծն ենք մենք փոխել, ավելի ենք մեծացրել, հետագայում ավելի ջրաքանակ ուղղելու համար մեր կողմից սպասարկվող գյուղեր։ Աշոտավան գյուղի տարածքում աշխատանքներն ավարտելուց հետո կսկսվի արդեն հացավան բնակավայր ձգվող շուրջ 1100 մետր խողովակաշարի տեղադրման աշխատանքը։ Պատասխանատուները վստահեցնում են, մինչև հիմնանորոգման աշխատանքների ավարտը համայնքի բնակիչները ջրամատակարարման սահմանափակումներ չեն ունենա։ Աշխատանքների ընթացքում մեր կողմից այլընտրանքային եղանակով կառուցվել է մոտավորապես 100 մետր ջրագիծ Հացավան գյուղի շուրջօրյա ջրամատակարարումը ապահովելու համար։ Հացավան աշխատանքները ավարտելուց հետո արդեն Մուխուրթուրյան Աշոտավան հացավան ճնշումային ջրագիծը կփորձարկենք, ախտահանենք ու արդեն ջուրը կսկսենք մատակարարել թազա կառուցված, նոր կառուցված խողովակաշարի միջոցով։ Վիոլիա ջուր ընկերության Սիսիան շահագործման տեղամասն ընդհանուր առմամբ սպասարկում է շուրջ 6000 բաժանորդի, հետևաբար այստեղ Վիոլիա թիմը աշխատանքի պակաս չունի, օրական միջինը 5-ից 6 վթար են վերացնում, վերականգնումներ իրականացնում։ Աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Քանի որ Սիսիան համայնքում վերջի 2 տարում ասֆալտապատումը մեծ ծավալով ավելացել է, ասֆալտի պատվազքի կտրման հետ կապված մենք համագործակցում ենք, արագ արձագանքում ենք, Վիոլիա ջուրը իր խնդիրները, թերությունները, առաջացած խնդիրները վերացնելու հետ կապված իր աշխատանքները արագ կազմակերպում է, ընդհանուր համագործակցության արդյունք է մեր աշխատանքը իրար հետ, որ կարողանում ենք արդյունավետ կազմակերպել մեր համայնքում Վիոլիա ջուր ընկերության հետ։ Սիսիանի Վիոլիա թիմն ամեն ինչ անում է, որ թե ջրամատակարարման, թե ջրահեռացման համակարգերի հետ կապված լուրջ խնդիրներ չլինեն, իսկ Մուխուրթուրյան Աշոտավան հացավան ջրատարի 3900 գծամետրն էլ ամբողջությամբ փոխարինելուց հետո Աշոտավանի և հարակից բնակավայրերի բնակիչները կունենան անխափան, կայուն և որակյալ ջրամատակարարում։ Աննա Հարությունյան, Ռադիոլուր։